Լուսեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր 930 մայիսի 16-ն է, մենք սկսում ենք մեր ուղիղ եթերը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, այսօր ուրբաթ է, շատ ուրախ ենք, որովհետև աշխատանքային շաբաթը ավարտվում է, դա նշանակում է, որ առջևում հրաշալի հանգստյան օրերն են, բայց ոչ պակաս հրաշալի է այս առավոտը, դուք լսում եւ դիտում եք Սուրճ ու Սեր առավոտից ռադիո նախագիծը, ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը եւ նաեւ մեր գործընկերներն են պատուհանից այն կողմ, ովքեր ապահովում են մեր անխափան եթերը։ Այո, մենք մեծ թիմով այսօր սպասում ենք ձեր մեծ թիմին, ձեր զանգերին, մեկնաբանություններին, քանի որ մենք աշխատում ենք հենց ձեզ համար եւ մեր ինտերակտիվ կապը մեզ շատ ուրախացնում է մեր եթերի ընթացքում։ Մարինան նշեց, մեզ ոչ միայն լսում եք, այլև դիտում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում լայվը գործարկված է, մեզ կարող եք տեսնել, մեկնաբանությունների դաշտը բաց է, կարող եք գրել ձեր մեկնաբանությունները, մենք պարբերաբար ընթերցում ենք դրանք։ Այո, մենք անպայման դրանք կարդում ենք ամբողջ եթերի ընթացքում, նաեւ մեկնաբանում ենք, ինչու ոչ եւ իհարկե 55-3702 հեռախոսահամարը մինչեւ եթերի ավարտը հասանելի է, կարող եք զանգահարել, ոչ միայն խոսել թեմայի շուրջ, այլև ուղղակի բարի լույս մաղթել մեր մյուս ռադիոլսողներին, վարորդներին, ովքեր այս պահին գտնվում են ճանապարհներին, կամ այն մարդկանց, ովքեր տանն են պարզապես։ Ինչպես յուրաքանչյուր առավոտ մեր եթերի ընթացքում կանդրադառնանք տարատեսակ հետաքրքիր լուրերի, նորությունների, սպորտից մինչև մշակույթ, աշխարհի տարբեր երկրներ եւ բնականաբար ձեզ կներկայացնենք այն կարևոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ է օրը պլանավորելիս, սակայն առավոտը ուզում ենք սկսել շատ լավ մեկ լուրով։ Երեկ կայացավ Եվրատեսիլ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը եւ մեր երկրի ներկայացուցիչ Պարգը հիանալի ելույթ ունեցավ Եվ փաստորեն նա հայտնվեց եզրափակչում, որը տեղի կունենա արդեն վաղը։ Մենք անհամբեր սպասում ենք, շնորհավորում ենք Պարգին, շնորհավորում ենք թիմին, շնորհավորում ենք մեզ բոլորիս, որովհետև իսկապես հրաշալի ելույթ էր, հուզվելու աստիճան եւ ընկերներով նստած դիտում էինք, մեր ընկերներից մեկն ասաց՝ մի պահ ինձ թվում էր, որ կենթանի ձայնով չի երգում։ Այո, ես էլ եմ այդ նույն մեկնաբանությունը արել, որովհետև շատ մաքուր էր, այդքան մանավանդ շարժման մեջ, վազքի մեջ, քանի որ հենց վազքի այսպես ուղու վրա էր նրա համարը, շատ գեղեցիկ համար էր, գեղեցիկ ելույթ, կատարյալ եւ կարծես փակեց այն բոլոր սկեպտիկների բերանը, որ ասում էին միգուցե չանցնի եզրափակիչ, միանգամից պարզ էր, որ այնպիսի հրաշալի կրակոտ ելույթ էր, որ եզրափակչում հաստատ ունենք մեր արժանի տեղը։ Այո, հաստատ մենք այս մասին դեռ կխոսենք եթերի ընթացքում, առաջարկում ենք հենց այս պահին լսել կատարումը եւս մեկ անգամ, որովհետեւ այն իսկապես հրաշալի է, հաղթական է եւ փոխանցում է ամբողջ էմոցիան։ I got my bad shades on, jump like I'm in my zone. I'm sick of the news, I'm sick of the views, I'm sick of the lies they've told. Come on and shine the light, come on and shine on me. Yes, you can see, I don't believe anything they told me. Letting me down, lifting me up, keeping me slow. I don't give up, staring me apart, I'm alive. Just wanna look up, top of a rock, climbing these heights, man, I can't stop at all. I'm standing tall, I'm a survivor. Stay alive, do or die, my prime, I'm a fighter. I'm a survivor, won't be tied up. Break from the pain, take your place, I remind ya. I'm a survivor. Break from the pain, take your place, I remind
Սուրճ ու սեր առավոտից 9:36, այսպես հաղթական տրամադրությամբ շարունակում ենք մեր ուղիղ եթերը Եվրատեսիլին դեռ կանդրադառնանք, նորությունները կհայտնենք, քանի որ վաղը սպասվում է մեծ եզրափակիչը, այս պահին զանգ ունենք։ Այո, ունենք զանգ, տեսնենք ով է միացել, առաջինը մեզ Բարի Լույս։ Բարի Լույս, դպրոցում առաջի համարն էի, հիմա էլ առաջինն եմ շնորհավորում Պարգին եւ ընդամենը 1-2 րոպեով այսպիսի տողեր ունեմ գրված։ Համեցեք։ Ահա։ Մեր տղան արդեն իսկ հաղթել է։ Մենք աշխարհին ցույց տվինք, որ հայը առնական ու նրբին է, գեղեցիկ ու անկրկնելի է։ Մեր սև առյուծը Dark Lion հաղթել է։ Մեր տղան Վահագն է, Հայկն է, մեր հայն է, աշխարհի հայ մարդն է, որը մարմնավորում է մեր պայքարի վերությունը, մեր տառապանքի բարձրությունը, մեր սիրո մաքրությունը եւ հայ զինվորի անմահ գոյությունը։ Մեր պայքարող ու հաղթող հայը բեմում է, հաղթում է արվեստում, իսկ երգում արկա հայերեն հատվածը մեր հոգու ճիճն է, որը դարեր շարունակ լսում է ողջ աշխարհը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհավորում եմ բոլորիդ, հիմա ասեք լսեմ ոնց էր լավ էր։ Հրաշալի էր, հրաշալի էր։ Այո, կոմենտ եմ գրել, առավոտ շուտ։ Ես չգիտեի, որ գիշերն է, ժամը չէի մտապահել։ Այո, 11-ին է։ Ես օրվա ընթացքում հեռուստացույց անդադ միացրած է եւ մտածում եք տեսնեմ, բայց բարձրում է գիշերն։ Համենայն դեպս ասեք, չէ՞ որ սև առյուծ էր, Dark Lion, մյուսները այն մեկը, որ երգում էր kiss, էդի բաներ, որ կատու էր։ Kiss, goodbye։ Եվ հետաքրքիր է, որ ուշադրություն եք դարձրել հենց հայերեն տողերին, որովհետեւ նախնական տարբերակում, որը ներկայացված էր, հայերեն չկար։ Այո, ես անակնկալ էր։ Այո, եւ համեմատեցի, որ տեսա հայերեն այդ շունչը, որ մտել է, մեզ իրոք վեհացնում է, մեզ հաղթող է դարձնում, միայն ֆիզիկապես ոչնչացնելը չի։ Իդեպ մեր տղան այս Սպարտային էր նման։ Ահա։ Դա էլ եմ գրել կոմենտում, Սպարտաներն էլ են չարի դեմ կռվում, չէ, եւ շատ հիանալի, այդ հայերեն տողը փոխել էր երգը, հագուստը փոխել էր երգը, հասկանում եք, եւ այդ առնական բազուկները, այդ ամբողջ իր գլապինգ կազմվածքը մեր ուժն էր ցույց տալիս։ Մենք բան սպորտում ունենք սպիտակ արջ, չէ, բայց բեմում էլ ունենք սև արյու, այո, սև հովասկար, այդի խումբ էր բանի ֆիդայական, սև հովասկար, հիմա սև առյուծ ունենք, սև առյուծ ոչ մեկը չունի, շեկ առյուծներ կան, պարտվել են, բայց սև առյուծ միայն մենք ունենք, Dark Lion։ Շնորհակալ ենք Տիկենգայանե, շատ լավ մեկնաբանեցիք, տես այս մրցույթը տարբեր տարիքի երկրպագուներ ունի, ինչը երեք նաև նշվում էր հենց շոուի ժամանակ աշխարհի տարբեր կետերում, տարբեր նախասիրությունների, տարբեր տարիքի, դավանանքի, կրոնի մարդիկ սիրում են այս մրցույթը չնայած ահագնացող քննադատությունների հոսքին։ Այո, եւ Պարգի կերպարը նայելով, գիտես Սևակ ինչ հասկացա, մենք տարբեր տարիներին շատ տաղանդավոր արտիստների ենք ուղարկել Եվրատեսիլ եւ հիմնականում շեշտը դնելով իքական սեռի ներկայացուցիչների վրա ընդգծել ենք նրանց գեղեցկությունը։ Իսկ արական սեռի ներկայացուցիչները այո եղել են գրավիչ, բայց եղել են մի տեսակ զուսպ կերպարի մեջ, իսկ Պարգին նայելիս հասկանում էր թե որքան գայթակղիչ եւ հրապուրիչ է նա այդ ամբողջ կերպարը իր մեջ եւ ցույց տալով ու ամենակարևորը այդ ինքնավստահությունը ցույց տալով, դա իհարկե եւ երգից էր երևում եւ Պարգից էր երևում։ Մի խոսքով ըստիս ամեն ինչ ավելի քան ստացված էր։ Շատ են եղել, չէ, արտիստներ, որոնք ավելի մեծ փորձ եւ մեծ ճանապարհ անցած, բայց այդքան էլ չեն փայլել, ինքնավստահ չեն եղել Եվրատեսիլի բեմում եւ հաշվի առնելով, որ երիտասարդ նոր ծագող արտիստ է, չէ, որը այդքան մեծ տարիների փորձ ունի, այն էլ այդպիսի մեծ բեմում ելույթ ունենալու, իսկապես շատ լավ էր, հրաշալի էր, այնպես չէ, մեր մասնակիցն է գովում ենք, մանավանդ որ ընդհանուր համեմատած մյուս երկերի մեջ մեկ երկուսն է որ լավն են։ Էս ինչ լավն է։ Էս
ինչ գրավիչ է, այս ինչ լավն է եւ իրականում այո, թե կատարումը եւ թե տեսքը արտաքինը հրաշալի աշխատանք էր տարված եւ բրավո Պարգին, որ կարողացավ ներկայացնել այնպես ինչպես որ պետք էր։ Եվ քանի խոսում ենք Եվրատեսիլից, Մարինա, արի արագ թարմացնենք տեղեկատվությունը մրցույթի հետ կապված, հետո արդեն անցնենք օրվա եղանակային կանխատեսում, խցանումներ, փակուբաց փողոցներ, ինչպես նշեցինք, 3 երկրորդ կիսաեզրափակիչներ եւ բնականաբար միայն մենք չէ, որ անցանք եզրափակիչ փուլ, Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան եւ Հունաստանը հաղթահարեցին եզրափակիչ անցնելու փուլը, 16 երկիրեր ելույթ ունենում, 6-ը ցավոք դուրս մնացին։ Եվ այո, Հունաստանի անունը կարդացին ամենավերջում։ Իդեպ ասեմ, որ ես նրա օգտին էի քվեարկել, 2 ձայն էի ուղարկել։ Մեկն էի պատրաստվում, ճիշտ ասած, չէր գնում նամակը, հետո քո ձայների շնորհիվ անցավ։ Ես նաեւ ուրախացա, որ տեսա, որ Մոնտենեգրոն եւս ներկայացված է, չգիտեի, որ մասնակցելու է, բայց ցավոք չանցավ։ Եթե անկեղծ երգը ինձ ընդհանրապես դուր չեկավ, բայց ձայնը լավն էր երգչուհու եւ ինձ շատ դուր է եկել նաեւ Ավստրիայի կատարումը։ Այո, այդ երգը անպայման կլսենք այսօր, իդեպ այն ֆավորիտների եւ պոտենցիալ հաղթողների։ Ես մտածում եմ, եթե սուբյեկտիվ էսպես դատեմ, իմ ոչ մասնագիտական եւ ոչ հեղինակավոր կարծիքը հայտնեմ, դե եթե մենք չհաղթենք, ամեն դեպքում կարծում եմ, որ Ավստրիան մրցակից է, իսկապես հրաշալի ձայներ, նաեւ Ալբանիային եմ հավանել, չէի հասցրել դիտել, այսօր ճանապարհին լսեցի երգը, ինձ շատ դուր եկավ։ Բայց գիտենք, որ այս մրցույթում բոլոր կանխատեսումները մեկ էլ հոպ իջիկ են դառնում, որովհետև վերջում տեղի ունենում ամենաանկանխատեսելին վաղն է մեծ եզրափակիչը եւ գիշերը արդեն տեղի ունեցավ վիճակահանությունը։ Այո, եւ Պարգը վաղը ներկայանալու է 18 համարի ներքո, ասում են, որ շատ լավ է, այո։ Եվ տեսնենք, թե վաղը ինչ կլինի։ Այս պահին 26 երկիր փաստորեն Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Էստոնիա, Իսրայել, Լիտվա, Իսպանիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Իսլանդիա, Լատվիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Իտալիա, Լեհաստան, անգլերեն է գրված, փորձում եմ թարգմանել, Գերմանիա, Հունաստան, իհարկե Հայաստան, հյուրընկալ Շվեյցարիա, Մալտա, Պորտուգալիա, Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Սան Մարինո եւ Ալբանիա։ Այո, մրցույթի պատմությունը եւ երկրպագուները ընդհանրապես փաստում են, որ ինչքան վերջերում է ելույթ ունենում արտիստը, այդքան հերոստատիտողի մոտ տպավորությունը, մանավանդ 26 երկիր, պատկերացրեք առաջին երկրորդ համարները մինչեւ այդքան գունագեղ համարներ նայելը, կարծես մոռացվում է, այնպես որ 18-րդ տեղում ելույթ ունենալը շատ լավ է, մենք հաջողություն ենք մաղթում մեր պատվիրակին, մեր պատվիրակությանը եւ արդեն նա փայլել է բեմում անկախ գրաված արդյունքից, դիրքից նա կմնա որպես լավ հիանալի կատարում։ Միանշանակ եւ 69-րդ Եվրատեսիլը եզրափակիչը վաղը տեղի կունենա ժամը 11-ին Հայաստանի ժամանակով, ինչպես որ 3 էր, ինչի պատճառով որ մենք չենք քնել ամբողջ գիշեր եւ ես ընդամենը 3 ժամ եմ քնել, բայց այո շատ թարմ եկել եմ եւ իդեպ ամբողջ գիշեր երազումս Պարգի երկրաչնչում ամսը վայր տպավորությունների տակ այդպես մենք հաջողություն ենք մաղթում, այսպես սպասում ենք անհամբեր եւ բնականաբար արդեն հույս ունենք, որ Պարգին կտեսնենք լավագույն տասնյակում առնվազն ես կարծում եմ, էլի թույլ տվեք, էլի ոչ հեղինակային կարծիք հայտնել, բայց լավագույն հնգյակում եմ տեսնենք մրցույթը իսկապես 5-րդ համարը թիվը մի տեսակ Պարգի պարագայում խորհրդանշական է եւ չգիտես ինչու հենց 5-րդ հորիզոնականում եմ պատկերացնում։ Եվ արդեն անցնենք օրվա եղանակին, Եվրատեսիլից երևի արդեն խոսենք երկուշաբթի մեր եթերում, երբ ամփոփենք շաբաթ օրը կայացած եզրափակիչը, իսկ ինչ վերաբերում է եղանակային կանխատեսումներին, ապա ասեմ, որ տեղումներ չեն սպասվում, ինչից շատ-շատերը դժգոհում էին, մայիսի 16-ին այսօր վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, Երևանում այսօր ցերեկը, վաղը եւ մինչեւ մայիսի 20-ը կրկին առանց տեղումների եղանակ է կանխատեսվում, օդի ջերմաստիճանը 7-ից 10 նիշով կբարձրանա, մայրաքաղաքում այսօր առավելագույնը կլինի 22 աստիճան, երեկոյան 16, իսկ գիշերը +10 եւ այս պահին նաեւ ֆերախոսային հավելվածով արդեն +12 է ցույց տալիս եւ արևոտ եղանակ է։ Եվ մինչ կանդրադառնանք մայրաքաղաքի փողոցներին եւ խցանումներին, տեղեկացնեմ, որ այս ժամի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իդեպ փրկարար ծառայությունը
կառավարությունից հայտնում են, ավելի ճիշտ չեն հայտնում ոչինչ Ամբերթի մասին, դա նշանակում է, որ արդեն բաց է, գրված չէ, ինֆորմացիա չկա, որ փակ է, նշանակում է Տիգրանին առանձնատուկ շնորհավոր ենք։ Նորոգման աշխատանքներն ավարտվել են։ Ուրա! Եվ անդրադառնանք նաև խցանումներին, այո, մայրաքաղաքում խցանումային նիշը այս պահին 6 է, բավական շատ են ծանրաբեռնված փողոցները փոքր կենտրոնում, Սախարովի հրապարակից դեպի Վարդանանց գնացող եւ Վարդանանցից դեպի հրապարակ եկող հատվածը, այսինքն երկկողմանիորեն ծանրաբեռնված է։ Այստեղ Կորյուն փողոցը դեպի Մատենադարան շարժվող հատվածը եւ հակառակ ուղղությամբ դեպի Բժշկական համալսարան գնացող հատվածը բավական ծանրաբեռնված է։ Կորյունին զուգահեռ Տերյանը երկկողմանիորեն ծանրաբեռնված է։ Նաև Մաշտոցի պողոտան է այս պահին երկկողմանի ծանրաբեռնված, եթե հնարավորություն ունեք աշխատեք շրջանցել հարկերի ռադիո լսողներ։ Պարոնյան փողոցը իդեպ այսպես դեպի Մաշտոց եկող հատվող հատվածները բավական ծանրաբեռնված են, Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի Կոնյակի գործարան կարելի ասել երթևեկությունը կանգնած է, որովհետև շատ խիստ կարմիր մուգ գույնով է ներկված մեր քարտեզում։ Նաև Գարեգին Նժդեհի փողոցը, Գարեգին Նժդեհ եւ Մանթաշյան փողոցների հատման խաչմերուկում դժվար անցանելի է։ Իսակովի պողոտան Երևանյան լճի հատվածում, այսպես Ամերիկայի դեսպանատան հարևանությամբ բավական ծանրաբեռնված է։ Բագրատունյացը եւս դժվար անցանելի է, աշխատեք շրջանցել։ Սարալանջի պողոտան, այսպես ինչպես միշտ այս ժամերին բավական դանդաղ ընթանում այստեղ երթևեկությունը եւ Գարեգին Նժդեից կարծես խոսեցի։ Տեսնում ենք Իսակովը եւս, ես փորձում եմ գտնել Բարեկամությունը, Կիևյանը դեպի Բարեկամություն շարժվող հակառակ ուղղությունը խիստ ծանրաբեռնված է Կոմիտասի պողոտան եւս այս ժամերին բնորոշ խցանումներ են մեր մայրաքաղաքում, սիրելի վարորդներ եւ ուղևորներ զինվեք համբերությամբ, եթե միշտ երթևեկում եք այս ժամերին, ապա գիտեք, որ պետք է ծանրաբեռնված լինի երթևեկությունը, միացեք մեզ, մեր ընթացքին լավ երաժշտություն ենք լսում եւ հետաքրքիր թեմաներից խոսում։ Մինչեւ ժամը 12-ը, մինչեւ կեսօր համարյա թե բոլոր փողոցները ծանրաբեռնված են լինում, պետք է տնից դուրս գալ, համակերպեք այդ մտքի հետ եւ առաջանցնեք։ Ես արդեն համակերպվել եմ եւ եթե ժամանակին ուղակի 15 րոպե շուտ էի դուրս գալիս հաշվարկով, որ մեր քաղաքում մի կետից մյուս կետը հասնելը ընդամենը 15 րոպեի այսպես խոսակցություն է, հիմա չէ, 1 ժամ շուտ եմ դուրս գալիս։ Նաև պետք է անդրադառնանք տարադրամի փոխարժեքին, ինչը շատ կարևոր է։ Եվ այսպես ըստ կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 386 դրամ 94 լումա է, եվրոյի փոխարժեքը 433 դրամ 3 լումա, ռուբլունը 4 դրամ 79 լումա։ Եվ եթերի այս հատվածով եզրափակենք Եվրատեսիլի մասին մեր զրույցները, ինչպես նշեցինք, դրան դեռ կանդրադառնանք երկուշաբթի եւ լսենք այս տարվա ֆավորիտներից եւ նաեւ Մարինայի Սրտով երգ, Ավստրիայի ներկայացուցիչը զուր վատնված սեր, հա, եթե թարգմանենք հայերեն այսպես Wasted Love։ J-J-ն է երգում, եկեք միասին գնահատենք, եթե չեք հասցրել լսել, դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, արդյոք տեսնում եք, որ նա մրցակից է, լսենք եւ վերադառնանք։ You don't want to go under, so you let me go under. I reach out my hand, but you watch me grow distant, drift out to the sea and far away in an instant. You left me in the deep end. I'm
Սուրճ ու սեր առավոտից։ Հանրապետությունում 9:51 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, իդեպ Facebook-ում եւս ուղիղ եթերում ենք, մեր Facebook-յան հարթակում կարծես արդեն ունենք մեկնաբանություններ։ Մարինա այսօր տարվեցինք երկուսով Եվրատեսիլով եւ շատ քիչ ժամանակ է մնացել մեր եթերաժամի առաջին հատվածին։ Արի համառոտ նաեւ օրվա խորհրդին անդրադառնանք։ Այսօր մայիսի 16-ն է եւ Հայաստանում նշվում է ուսանողների եւ երիտասարդների օրը, ինչու որովհետեւ հենց այսօրն է հիմնադրվել Հայաստանում առաջին բուհը, մայր բուհը, Երևանի պետական համալսարանը։ Կարծում եմ իմ այս վարժ տեքստից հասկացվեց, որ ես եւս մայր բուհն եմ ավարտել, այսպես արագ ասացի ամեն ինչ, այո։ Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին, սա ոչ միայն համալսարանականների, այլ բոլոր ուսանողների օրն է, երիտասարդների։ Մայր բուհը այսօր 106 տարեկան է դառնում։ Ես ամեն անգամ սարսափով ասում եմ, որ երբ ես ընդունվեցի եւ առաջին կուրս էի, 90-ամյակներ մայր բուհի, 106-16 տարի է անցել։ Այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալելու ենք ուսանողների, խոսելու ենք նրանց խնդիրներից, հաջողություններից, մարտահրավերներից եւ նաեւ ձեզ ենք խորհուրդ տալիս սիրելի ռադիոլսողներ վերհիշել կյանքի ամենակաղցր բարդ ինչու ոչ բայց հետաքրքիր այս շրջանը։ Այո, այն քննական շրջանը օրինակ գուցե երբ դռների հետևում կանգնած դողդղալով սպասում էինք երբ է մեր հերթը հասնելու որ մտնենք քննության եւ բոլորս ողջևորված մեկը դուրս էր գալիս թաց աչքերով որովհետեւ այնքան էլ բարձր գնահատական չէր ստացել մեր սերունդը միշտ պայքարում էր գնահատականի համար եւ դա մեզ համար իսկապես շատ կարեւոր էր ես հիշում եմ ուսանողներ կային ովքեր իսկապես լաց էին լինում գնահատականի համար մի խոսքով մենք կարող ենք հիշել մեր ուսանողության լավ եւ վատ պահերը նաեւ հիշել թե օրինակ ինչ էինք ուտում ընտրությունների ժամանակ դա շատ կարեւոր է ես սովորել եմ մանկավարժական համալսարանում եւ չէի սիրում այդ շենքը որովհետև երբ դուրս էիր գալիս շենքից շուրջ բոլորը ինչ որ բաներ էին վաճառում, կարկանդակ, կանաչի, հոդդոգներ, այո, եւ հենց դա այն ժամանակն էր, երբ մենք բնականաբար դասից գուցե ուզում էինք թռնել, որ գնայինք ինչ որ բան ուտեինք, ուսանողության տարիների ուտելիքները մի տեսակ այլ հիշողություն եւ համոն են, չէ՞։ Մենք զանգ ունենք, տեսնենք ով է միացել։ Բարի լույս։ Ալո, բարի լույս։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում։ Ես Սեդան եմ Ղուշչյան, Մարինա ջան։ Բարև ձեզ, Տիկին Սեդան։ Լսում ենք ձեզ։ Տիկին Սեդան։ Միքսարոտ Լուսինեին էին ասում, ինձ համար գայթակղության թեմա եք բացում իս զանգելու եւ խոսելու, նախ թույլ տվեք շնորհավոր եմ մեր երկցին Եվրատեսիլի հաջողությունների համար եւ եզրափակում նույնպես հաջողություններ մաղթեմ իհարկե Գայանե Այվազ Բարյանի խոսքից հետո խոսելն ավելորդ է բայց ես հիմա զանգահարել եմ մեկ ուրիշ առիթով դուք ասացիք որ ուսանողի օրը հենց հաղորդման սկզբից մտքից անընդհատ միտքս ուսանողների հետ էր որովհետեւ Մարինա ջան եթե դուք գիշեր Սևակ ջան ներողություն եմ խնդրում որովհետեւ դուք այն ժամանակ մեր դասարանում չէիք մենք Մարինայի եւ Գուրգենի հետ էինք նույն դասարանում ռադիո մարսալում Մարինան երևի իմ եւ Տեսմավոնի դուստրը բուհ էին ընդունվել եւ այդպես մեծ խանդավառությամբ ողջունեցիք եւ շնորհավորեցիք եւ պատկերացրեք 4 տարին շատ կարճ ժամանակ էր ու շատ ակնթարթում կարելի ասել անցավ այդ տարին եւ երեք իմ աղջիկը դիպլոմային էր պաշտպանում ձեր ասած մայր բուհում թույլ տվեք միանալ ձեր շնորհավորանքներին շնորհավորում եմ բոլոր եւ նոր ընդունվողներին եւ ավարտողներին բոլորին կանաչ ճանապարհ եմ մաղթում մեծ հաջողություններ կյանքում եւ բոլորին ուզում եմ ասեմ ես ձեզ շատ եմ սիրում որովհետեւ դուք հայ տեսակ եք եւ պիտի զորացնեք մեր հայրենիքը Հայաստան աշխարհը Եվ մի բան էլ ասեմ, ես ձեզ չեմ լսում, դրա համար եթե դուք հարցեր տաք, միևնույն է ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ձեր ձայնը շատ վատ է լսվում։ Իմ աղջիկը 3 ավարտեց արևելագիտության ֆակուլտետը, պաշտպանեց թեզ Սումգայիթում եւ Բաքվում հայերի ջարդը, եւ ես հպարտ եմ, որ իմ ընտանիքի անդամը, իմ զավակը, իր ձայնը, իր արդար ձայնը կմիացնի ցեղասպանությանը ոչ ասելուն, որովհետև ցեղասպանությունը դա մեր խնդիրը չէ, միայն դա համամարտկային խնդիր է եւ այդ խնդրին բոլորը պիտի ոչ ասեն։ Ես ուրախ եմ, շատ երջանիկ եմ եւ իմ երջանկության ուզեցի կիսվել ձեզ հետ։ Շնորհակալ ենք եւ շատ եմ սիրում։ Շնորհավորում ենք ձեզ, ձեր աղջկան եւ բոլոր նրանց, ովքեր երեք հաջողությամբ հանձնել են օրինակ իրենց դիպլոմայինները, քննական շրջանը, ավարտական շրջանը, փոքրիկ երաժշտական դաթար ունենանք այս պահին, դեռ գովազդ ունենք, չէ՞, մենք լսելու, կարող ենք արդեն գովազդը լսել այս պահին, այնուհետև կմիանանք ռադիոլուրի մեր գործընկերոջը, որովհետև րոպեներ
նրանց պետք է լսենք թարմ եւ վերջին ժամի տեղեկությունները։ Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս եւս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, 9:58 սովորաբար այս րոպեներին արդեն մեզ տաղավարում, մեզ միանում է ռադիոլուրի մեր գործընկերը Այո, Մարլենան, բարի լույս Մարլենա։ Բարի լույս գործընկերներ, բարի լույս ունկնդիրներ։ Առավոտը բարի էր մեզ համար, որովհետև գիշերը արդեն բարի էր, կապված Եվրատեսիլի հետ, պարգը փաստորեն եզրափակում է, հետևում եք։ Մենք անցյալ անգամ կրկին Եվրատեսիլից էինք խոսում, երբ առաջին կիսա եզրափակիչներ եղել, ես խոստովանեցի, որ չեմ նայել։ Այս անգամ խոստովանում եմ, դիտել եմ ամբողջը, որովհետև մենք ունեինք մասնակից եւ կուզեմ նաեւ խոսել նրա մասին, որ Եվրատեսիլը երևի ընկալում է ոչ միայն որպես երգի եւ վոկալային տվյալների մրցույթ, ունի ինչպես միշտ քաղաքական բաղադրիչ եւ մարդիկ հետևում են ով ում ձայն տվեց եւ որ երկրից ամենաշատ միավորները ստացավ տվյալ երկիրը, տեսնենք թե պարքը մայիսի 17-ին ու որ երկրի կողմից կստանա ամենաբարձր բալերը եւ ընդհանրապես ասում են, որ քաղաքական ուղերձներ նույնպես հնչում են Եվրատեսիլի շրջանակում, այդ իմաստով շատ հաճելի եւ ոգևորիչ է այն ուղերձը, որը իր հետ այս տարի տարել է Հայաստանի մասնակիցը Եվրատեսիլ երգի մրցույթ։ Եվ մենք ուշի-ուշով հետևում ենք, թե որ երկիրը քանի բալ մեզ տվեց։ Վաղը կանենք այդ հաշվարկը, իսկ այս պահին արդեն ժամն է խոսքը փոխանցելու, այո, ռադիոլուրին լսենք վերջին ժամի թարմ եւ օպերատիվ ճշտված լուրերը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, ժամը 10 է, բարև ձեզ, հանրային ռադիոյի առաջին ալիքի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում 3 հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կուշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցերը։ Ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը, հատկապես ժողովրդավարության ամրապնման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման եւ բարեփոխումների ոլորտներում։ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրամիության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել է կառավարության պատրաստակամությունը շարունակելու խորացնել փոխգործակցությունը Եվրամիության հետ, ապահովելով համագործակցության նոր եւ արդյունավետ փուլ։
Վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով 3 է մեկնել Ալբանիա, մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Այցը մեկնարկել է Հայաստանի եւ Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Էդի Ռամայի հանդիպմամբ։ Ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցերը, անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Փաշինյանը եւ Ռաման մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հայաստանի վարչապետը երեկոյան Տիրանայից տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած ադրբեջանցի լրագրողի հարցերին, ներկայացնում պաշտոնական Երևանի դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, սահմանադրության եւ Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի մասին։ Մենք դեռ նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը եւ ակնհայտ է, որ դե յուրե մեր սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում, հարևանների նկատմամբ ասել է Փաշինյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Իրան։ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ Թեհրանում նա կմասնակցի Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին, այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ։ Իսկ միջազգային խաղացողների ուշադրության կենտրոնում այսօր Ստամբուլում նախատեսված բանակցություններն են։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև 3 կեսօրին նախատեսված բանակցությունները նախ հետաձգվել էին մինչև երեկո, այնուհետև մինչև մայիսի 16-ը։ 10 լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրին այսօր գրում է, որ ռուսական կողմը սպասում է բանակցությունների հետ կապված իրավիճակի զարգացումներին եւ Դոլմաբահչե պալատից տեղափոխվել է այլ վայր։ Ըստ տարբեր լրատվամիջոցների բանակցությունները նախատեսված են Թուրքիայի ժամանակով ժամը 10-ին։ Ուկրաինայի նախագահ Թուրքիայի ղեկավարի հետ բանակցություններից հետո երեկ հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ ռուսական կողմի հետ ուղիղ բանակցելու։ Մինչ այդ Զելենսկին ասել էր, որ պատրաստ է Ստամբուլում անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինը, սակայն այդպես էլ Թուրքիա չի ժամանել, ուղարկելով 8 հոգանոց պատվիրակություն Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։ Զելենսկին պնդել է Մոսկվան անկեղծ չէ պատերազմը դադարեցնելու ջանքերում, քանի որ այդպես էլ Ստամբուլ չուղարկեց մարդկանց, որոնք իրականում կարող են որոշումներ կայացնել։ Միաժամանակ նա նշել է Կիևը կգնա բանակցությունների ցույց տալու Միացյալ Նահանգների նախագահին, որ Ուկրաինան ձգտում է վերջ դնել հակամարտությանը։ Դոնալդ Թրամփը իր հերթին հայտարարել է, չի ակնկալում որևէ իրական առաջընթաց, քանի դեռ ինքը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ չեն հանդիպել։ Մեկ լուր, որ քիչ առաջ հաղորդել են ադրբեջանական լրատվականները Բաքվի դատարանում տեղի է ունեցել պատերազմի եւ այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը շարունակել է լսել տուժողների ցուցմունքները, դրանք հիմնականում վերաբերել են 1992-ին Ֆիզուլիում եւ Աղդամում տեղի ունեցած դեպքերին։ Տուժող ներկայացած Սուջայատ Մադաթովան պատմել է, թե 1992 թվականի մայիսի 16-ին Ֆիզուլիի հրթիռակոծության ժամանակ իր ամուսինը զոհվել է, նա նաև հայտնել է, երբ հայկական զինված ուժերը գրավել են այդ տարածքը, քաղաքացիներին նույնիսկ փախչելու հնարավորություն չեն տրվել, սա մեջբերում էր։ Դատավարությունը կշարունակվի այսօր մայիսի 16-ին, հիշեցնենք, այն լուսաբանվում է բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, Երևանը այս դատավարությունը անվանում է կեղծ, նման գնահատականներ են տալիս նաև իրավապաշտպան կառույցները։ Եվ վերջին լուրը Արարատի մարզպետարանը խստորեն դատապարտում է կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը, հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության տակ։ Կանենք հնարավորը կանխելու նման իրավիճակների կրկնությունը։ Հայտարարությունը մարզպետարանը տարածել է անդրադառնալով Մղճյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում մայիսի 15-ին տեղի ունեցած դեպքերին, որոնք լուսաբանվել էին լրատվամիջոցների կողմից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ դպրոցում տեղի է ունեցել աղաղակող միջադեպ։ Բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապ կպել են 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ են տվել նրանց։ Տեղեկացնենք, քննչական կոմիտեից 3 հայտնել են, որ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը թարմ տեղեկատվություն կներկայացնի ժամը 11-ին։
Լուսեր առավոտից։ Սուրճ ուսեր առավոտից։ 10:10 մենք սիրով բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ, մեր եթերաժամի երկրորդ հատվածը արդեն մեկնարկել է։ Եվ մենք լսում էինք Սոֆի Մխայանի ճանաչիր կատարումը, որը գալիս է մեր օրեր հեռավոր 2012 թվականից, ու ես հիշեցի, որ այդ ժամանակ աշխատում էի հեռուստաընկերությունում եւ լուսաբանում էինք այդ տեսահոլովակի նկարահանումը։ Մասսայական նկարահանումներ էին, չէ՞, հարյուրավոր երիտասարդներ էին հավաքվել եւ հրաշալի օրեր, բոլորը ողջավորված էին եւ իմ ընկերներից եւս կային, որ նկարահանվել էին այդ տեսահոլովակում եւ այն ժամանակներում դա այսպես մեծ բան էր, չէ՞, որովհետեւ հեշտ չէր հայտնվելը ինչ որ տեսանյութում, տեսահոլովակում։ Ողջունենք Սոֆիին, իսկապես միշտ արդիական եւ գեղեցիկ երգեր է թողարկում, հիմա էլ լսում ենք ու այսպես հիշողությամբ, չէ, բառերը գալիս էին։ Եվ ինձ եւ Սևակի մոտ ծերունական, այսպես բողոքական ինչ որ միտք առաջ եկավ, ինչ լավն էին այն ժամանակվա երգերը, ասացինք մենք, եւ իսկապես հրաշալի երգեր ունեինք։
Իհարկե այսօր էլ ունենք, բայց մենք սիրում ենք միշտ հինը հիշել եւ գովերքել։ Եվ հասկանալ ինչքան ժամանակից առաջ են եղել, չէ՞, շատ արտիստներ եւ այսպես ավելի առաջադեմ երգեր են թողարկել։ Մենք Facebook-ում ունենք մեկնաբանություններ, որոնց դեռ չենք հասցրել անդրադառնալ։ Բայց մենք մտքում կարդացել ենք բոլորը, իսկ հիմա արդեն բարձրաձայն ենք։ Գայանե Հակոբյանն է մեզ գրել Բարիլույս Սիսյանից, Բարիլույս Գայանե, Գայանե Գևորգյան, ողջույններ Ստրասբուրգից, մաղթում եմ հաճելի օր բոլորիս։ Ինչ լավ է, որ մեզ լսում են ամբողջ աշխարհից։ Մենք էլ ձեզ ենք ողջունում։ Սիրուշ Աբրահամյան, ապրես Պարկ ջան, հրաշալի կատարում էր, դուդուկը անկրկնելի։ Իսկապես, այո, շատ գեղեցիկ էր։ Վահե Արտինյանն էլ մեզ գրել է Քաթարից, Դոհայից, պատկերացնում եք, շատ լավ է, որ Ավստրալիայից կընտրեմ միշտ, բայց երբ կճամփորդեմ, նույնպես կվայելեմ սուրճ ու սեր։ Հրաշալի է։ Ճիշտ է, Վահեն բնակվում է Ավստրալիայում, հիմա էլ Քաթարում է, միգուցե Հայաստան է գալիս, որպես տրանզիտ գոտի է Քաթարը ընտրված այս դեպքում։ Էդիկ Բաբուջյանը գրել է Բարի լույս, հաղթական հայություն։ Եվ Գայանե Այվազբալյանն է գրել, սիրելի ռադիո լսողներ, մեր տղան արդեն իսկ հաղթել է, մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հայը առնական եւ նրբին է, գեղեցիկ եւ անկրկնելի սեր, սև Արյուծը, Dark Lion, ինչպես զանգի ժամանակ ասած, մեր տղան Վահագն է, Հայկն է, Հայն է, աշխարհի հայ մարդն է, որը մարմնավորում է մեր պայքարի վեհությունը, մեր սիրո մաքրությունը եւ հայ զինվորի անմահ գոյությունը, աշխարհի բեմում է պայքարող եւ հաղթող հայը, իսկ երկում արկա հայերենը մեր հոգու ճիճն է, որը դարեր ի վեր լսում է ամբողջ աշխարհը։ Ահա, սա այն տողերն էին, որը կարծես թե մեր ունկնդիրը նաև եթերում ընթերցեց, ինչքան էլ այսօր փորձում ենք արդեն Եվրատեսիլի թեման եզրափակել, կարծես չի ստացվում, բայց բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, ասենք, որ այսօր մայիսի 16-ին Հայաստանում նշվում է ուսանողության օրը, որովհետև հենց այսօրն է հիմնադրվել Հայաստանի առաջին բուհը, Երևանի պետական համալսարանը, եւ ահա կառավարությունը տարիներ առաջ որոշեց այս օրը նշել որպես երիտասարդների եւ ուսանողների օր։ Այո, եւ մենք այս պահին Մայր բուհից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ենք գտնվում, այնպես որ շնորհավորում ենք Մայր բուհին, բոլոր ուսանողներին, նաեւ դասախոսական կազմին։ Սա իսկապես հրաշալի տոն է եւ շատ լավ է, որ հենց այդ օրն է որպես խորհրդանշական ընտրվել որպես իբրև ուսանողների եւ երիտասարդների տոնը չէ։ Հիշեցնենք, որ սա Հայաստանում է նշվում, իսկ ընդհանուր առմամբ ուսանողների միջազգային օրը նոյեմբերի 17-ին է նշվում, այսինքն մենք ունենք 2 տոն նշելու։ Այո, դա նշում են ամբողջ աշխարհում, այն իդեպ համարվում է ուսանողների միջազգային համերաշխության օր։ Եվ այս օրվա ընտրությունը նախագծի հեղինակները պայմանավորել էին նրանով, որ այն հանդիսանում էր ԵՊՀ-ի Մայր բուհի հիմնադրման օրը, ինչպես նշեցինք, 106 տարի առաջ էր դա։ Մայիսի 16-ին որոշում էր ընդունվել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ եւ նման ընտրությունը հիմնավորվել էր, որ հենց Մայր բուհի հիմնադրմամբ է մեր երկրում սկիզբ առել ուսանողական կյանքը, ձևավորվել ուսանողական ավանդույթներ, նախագծով ակնկալվում էր, որ տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի վերջիններիս մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ներուժի, երկրի զարգացման գործընթացներում ներգրավվելուն։ Մարինա, ինչ ես հիշում քո ուսանողական տարիներից։ Վայ, նախ ես հիշում եմ, որ ես շատ հիասթափված էի, երբ ընդունվեցի այն բուհը, որը որ չէի ուզում ընդունվել, որովհետև ուղղակի ես այլ բան էի պլանավորել եւ ամեն անգամ անցնում էի մանկավարժական համալսարանի հենց այդ կորպուսի կողմով, խոսքը Ռոսիայի մոտ գտնվող պատմաիրավագիտական այո ֆակուլտետի մասին էր եւ ասում էի, պատկերացնում եք, ես այստեղ սովորեմ եւ տեզերքը այնպես արեց, որ ինքը ծիծաղեց ին վրա եւ ես սովորեցի հենց այդտեղ, բայց առանց հետաքրքիր երևույթների, իրադարձությունների չի անցել, որովհետև մենք կուրսում 105 հոգով էինք, որից ընդամենը 5-ն էր Երևանից, մնացածը մարզերից էին, հիմնականում Ջավախքից էին եւ ես հիշում եմ, երբ դասընկերս եկել էր բուհ, այն ժամանակ նորաձև էր, այսպես ասած մոդա էր, որ գալիս էին, խոսում էին բուհի տղաների հետ, որ աղջկան չնեղացնեն, դե մենք 88 թվականի ծնունդ ենք եւ այն ժամանակ ինձ ասում էին Մարիշ ընկերները եւ դասընկերս իմ կուրսեցուն մոտենում է, ասում է ձեր կուրսի Մարիշը եւ տղան ով Ջավախքից է չի հասկանում Մարիշը ով է եւ Ջավախքի բարբարով ասում է Մերիշնը դիգվև է, տղա է թե աղջիկ է, այդպես էլ չէր հասկացել։ Փառք Աստծո 4 տարիների ընթացքում մենք այսպես ծանոթացանք եւ տեղը բերեցինք իրար, որովհետեւ կուրսը իսկապես այնքան մեծ էր, որ դժվար էր հասկանալ ով է։ Դա այսպես մի ուղղակի դրվագ, որ ես հիշեցի։
Այո, իսկապես ուսանողության տարիները կապ չունի, չէ, որ երկրում ենք միշտ ասոցիացում է նաև մի քիչ սուղ միջոցների հետ, բայց դրանք իսկապես ամենահետաքրքիր, ամենագունավոր, ամենավառ տարիներն են։ Դες ինչ եմ հիշում, մեր ժամանակ, երբ ուսանող էինք, մեզ տնից տալիս էին օրինակ 1000 դրամ, եւ մենք այդ 1000 դրամով պետք է տնից դուրս գայինք, օգտվեինք տրանսպորտից, հետո վերադառնայինք տուն, ընթացքում նաև սնվեինք։ Այո, ընդմիջում անենք։ Մենք տեղավորվում էինք այդ գումարի մեջ, ասեմ ավելին, խնայում էինք 600 դրամով սենդվիչ էինք գնում նորաբաց ֆասթ ֆուդի կենտրոններից կետերից մեկում, այն ժամանակ դեռ 1-2-ը կային ընդամենը։ Եվ դեռ 200 դրամ էլ գումար էր մնում։ Այո, ճիշտ է, անգամ խնայելու հնարավորություն էինք ունենում։ Դե թանկացումներ, բայց իսկապես հետաքրքիր են ուսանողական տարիները, թեև ոչ վաղ անցյալում է դա եղել, բայց հիմա երբեք ենք նայում շատ բաներ չէ փոխվել են։ Դեռ այդ տարիներին մենք պարտադիր պետք է ամեն ինչ գրեինք, սերոքս անեինք։ Դու ինչ ես հիշում օրինակ։ Հիմա օրինակ մեկ նկար, չէ, կամ մեկ սկան են անում, իրար ուղարկում են թուղթ Հիմա գրիշի ռեֆերատներ գրում են։ Գրում են, կարծում եմ։ Մեր հյուրերը ուսանողներ են, հենց նրանցից էլ կհարցնենք որքան գումարով են տնից դուրս գալիս, արդյոք բավականացնում է եւ ռեֆերատներ գրում են, թե ոչ, հետաքրքիր։ Իդեպ վերջերս բարձացի, որ շատ քսերոքսի կետեր, հա, պատճենահանման արդեն փակվել են, որովհետեւ դրանց խիստ անհրաժեշտությունը չկա, արդեն առավել թվային դարում ենք դե բնականաբար ապրում։ Ես հիշում եմ այդ տարիներին մենք ինչքան գումար ենք ծախսում նաեւ այդ պատճենահանումների վրա, այսպես տրցակներով պատճեններ էինք անում, մանավանդ որ շատ մասնագիտական գրականություն չկար հայերեն եւ եթե մենք թարգմանում էինք անգլերենից կամ ռուսերենից, դրանք այսպես մեծ թվով եւ մեծ քանակով պատճենահանում էինք։ Ուսանողական տարիները ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում, շատ ակտիվ եմ եղել տարբեր նախաձեռնություններ, միջոցառումներ, կարծում եմ լավ շրջան։ Ես շատ էի ուզում ընդունվեի ԵՊՀ, բայց չստացվեց։ Դրա համար երբ որ գալիս էի, իդեպ շատ եմ եղել ԵՊՀ-ում, հենց դասի եմ նստած եղել արևելագիտական ֆակուլտետում, ընկերուհիս այնտեղ էր սովորում եւ շատ հաճախ շփոթում էին, կարծում էին թե ես էլ եմ ԵՊՀ-ի ուսանող, որովհետեւ այն բուհը որտեղ ես էի սովորում, իմ մանկական այսպես տրավմաներից էր, իհարկե հետո հասկացա, որ դա ընդհանրապես կապ չունի, եթե ցանկանում ես սովորել։ Իդեպ էլի մեկ հիշողություն, այսպես քրեական դատավարություն դաս ունեինք առարկա եւ շատ խիստ էր դասախոսը, տարիքով մարդ էր եւ բոլորը սարսափում էին նրանից ու ես չէի հասցրել պատրաստվել քննություններին, ինքը ինձ կանչեց սենյակ, որ պետք է արդեն քննական տոմսը քաշեմ ու ես անընդհատ այսպես սրտի թրթիրով հուզմունքով սպասում եմ, որ ասեմ ազգանունը չեմ հիշում, պարոն դասախոս, ես պատրաստ չեմ, խնդրում եմ ժամանակ տվեք եւս մեկ այսպես պատրաստվելու եւ գալու։ Ամբողջ ընթացքում ինքը ինձ պատմեց, թե երիտասարդ ժամանակ սիրուն աղջիկների հետ ինչ էր անում, իր մեքենա էր հրավիրում, ծանոթանում էր այսպես եւ ասաց թե հիմա տոմսը քաշեք, ես դողդողալով տոմսը քաշեցի եւ արդեն երբ պատրաստվում էի ասել, որ պատրաստ չեմ, ասաց ես գիտեմ, որ դու պատրաստվել ես եւ արի ժամանակ չկորցնելու համար ուղակի ստուգման գրքույկը տուր ինձ եւ ես տվեցի ստուգման գրքույկը։ Այնքան լարված եմ լսում այս պատմությունը։ Ես մտածեցի, որ դե լավ 3 կնշանակի, թող նշանակի, իդեպ իր պարագայում գնահատական 5-ը անհնար էր։ Մենք ունեինք գերազանց սովորող ուսանողներ, 5 չէին ստանում։ Այսպես չեմ տեսել դեռ ինչ է նշանակել։ Շունչը պահած դուրս եկա, շնորհակալություն հայտնեցի եւ երեխաների ընկերներից ասեցի վերջ կարևորը անցա այդ փուլը եւ բացում եմ ստուգման գրքույկը, գուշակեք ինչ էր նշանակել։ Իհարկե 5։ Ես երևի օրվա միակ ուսանողն էի, որ 5 էի ստացել։ Օրվա հերոսը։ Եւ չհաջողվեց ուղղակի, չստացվեց ասել, որ չեմ պատրաստվել, բայց թե հիմա դե լավ։ Կարևորը արդյունքն է։ Այո։ Զանգ ունենք կարծես, միանանք ռադիո լսողին, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Խնդրում եմ իջեցրեք ռադիո ընդունիչի ձայնը, մեզ լսեք հեռախոսով։ Ալո։ Ահա, ում հետ ենք խոսում։ Դուք ուրեմն ես նախ ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Հրաշալի հաղորդավարներին, ամբողջ ռադիոին, հանրային ռադիոին։ Օ, շնորհակալ եմ։ Որպես համալսարանի շրջանավարտ, ահա, պետական համալսարանի շրջանավարտ 1964 թվականին եմ ավարտել կենսաբանական ֆակուլտետը։ Ահա։ Եվ ամբողջ կյանքումս ես ակնածանքով եմ գրել համալսարանի շրջանավարտ լինելու զգացողությունը ու աշխատել եմ միշտ հպարտորեն
արդարացնել, որ համալսարանի շրջանավարտ եմ։ Երկար տարիներ դպրոցում աշխատել եմ, իմ աշակերտներին ուղղորդել եմ մշտական համալսարանում սովորելու։ Այդ ներքին զգացումը ինձ մոտ հպարտությունը միշտ կրել եմ։ Ու այդ տարիներին համալսարանը, եթե չեմ սխալվում, աշխարհի լավագույն համալսարանների տասնյակում ուներ տեղ։ Այդ ժամանակ ինձ դասավանդել են ակադեմիկոս Գագիկ Դավթյանը, Հրանտ Գեորգիչ Պատիկյանը, Չխալտիկյանը, Դարիա Նիկոլաևնա Բաբայանը, մեծագույն գիտնականներ եւ 5.5 տարի էր մեր սովորելու ընթացքը այդ ժամանակ։ Ես ընդունվել եմ 800 դիմորդից 25 ուսանող ընտրելու այդ չափազանց մեծ կոնկուրսը։ Նա ունեի դպրոցի շրջանավարտ մեդալ, բայց այդ մեդալը չանցավ եւ այդ դաժան կոնկուրսով հաղթահարեցի։ Հրաշալի է։ Հետագայում ես զգացի, որ ինչքան մեծ առավելությունը համալսարանի ուսանող լինելը։ Բայց ձեր ժամանակ էլ էր, չէ՞, գործում այն գաղափարը, որ անպայման դպրոցն ավարտելուց հետո պետք է ընդունվել։ Գիտեք ինչ, անպայման այդ շաբլոններ էլի, լավ սովորող եմ եղել եւ դպրոցում եւ համալսարանում։ Գիտեք ինչ, մի սովետական տարիների գովքը ես չեմ ուզում անել, բայց կրկատոշակ էի մեզ տալիս։ Ես գերազանցիկ էի արդեն եւ վերջի կուրսերում 40 ռուբլի կրթաթոշակ էի ստանում։ Ես համարյա լրիվ ապրում էի իմ հեռավոր գյուղից էի եկել, Լոռվա Սանահին գյուղից։ Եվ ես այդ պետական կրթաթոշակով հիմնականում կարողանում էի ապրել, ծնողներիցս շատ քիչ էի ակնկալում, որ պիտի։ Լավ է։ Ահա, այդ շատ լավ էր, հիմա իհարկե։ Մեր ժամանակ կարծեմ 5000 դրամ էին ստանում ուսանողները։ Կարծեմ դեռ չէ, 5000, 40 ռուբլի։ Նվազագույն աշխատավարձը 22 ռուբլի էր, բայց ուսանողին գերազանցիկ 40 ռուբլի թոշակ էին։ Այդ դա մոտիվացիա էր, ես հասկանում եմ։ Մնացածներին։ Եվ հրաշալի տարիներ էին, դուք մի քիչ առաջ խոսեցիք սննդից։ Ես մեծ սիրով հիշում եմ երկրորդ հարկի մեր բուֆետը, այսպես կոչված ֆրանցուսի բուլկիներ եւ մեջը դրված դոկտորի այսպես կոչված երշիկներ։ Բժշկական, այո։ Ասեք որ յուրատուկ համ ունեն, ինչքան էլ հիմա վերլուծում ենք, որ այո։ Չին գներով մենք բուֆետում սնվում ենք։ Եվ մեր թոշակը մեզ կրթաթոշակը մեզ բավարարում էր պետության կողմից տրված։ Իսկ հետագայում ես միշտ ամբողջ կյանքումս ինչ որ ներքին հպարտություն եմ զգացել, որ համալսարանի շրջանավարտ։ Ուրեմն ձեզ էլ ենք շնորհավորում եւս մեկ անգամ, որովհետեւ շատ ապրեք։ Հիմա ես ձեզ եմ շնորհավորում։ Ներկայիս ուսանողներին բոլորին եմ շնորհավորում։ Եվ մեր նախկին բոլոր տարիների շրջանավարտներին։ Ինձ թվում է ես խոսում եմ նրանց բոլորի անունից, որովհետեւ մենք հպարտորեն ամբողջ կյանքներս կրում ենք մայր բուհի շրջանավարտ լինելու զգացողությունը։ Շատ ապրեք, ես ձեզնից եմ շատ շնորհակալ։ Շնորհակալ ենք, շատ ուրախ ենք, որ կիսվեցիք ձեր հուշերով, շատ վաղուց ավարտել եք համալսարանը, բայց շատ լավ հիշում եք բոլոր դասախոսներին, չէ՞, նրանց անունները։ Բուֆետը այո, իդեպ ես նաև հիշեցի դպրոցական տարիներին, երբ ցուրտ ու մութ տարիներն էին եւ մենք դասի ժամանակ նստած էինք, երկրորդ, երրորդ դասարան էինք, մեկ էլ բուֆետի աշխատող կանայք գալիս էին եռման թեյնիկներով եւ թխվածքաբլիթներով ու կաթի փոշուց ինչ որ կաթ էին պատրաստում մեզ համար կամ կակաո։ Հիշում ես Լուսինե, որքան համով էին այդ թխվածքաբլիթները, մինչև հիմա ես համը հիշում եմ։ Իհարկե ասում էին, որ չգիտեմ, պարսկական են, լավը չեն եւ այլն թղթից են պատրաստված, բայց ամեն դեպքում շատ համեղ էին, այ դա էլ ես հիշեցի։ Մարինա, մի բան էլ ես հիշեցի, ես միջազգային հարաբերությունների ֆակուլտետում եմ սովորել եւ բուֆետը բավականին բարձր գներով էր, հաշվի առնելով այո, այդ տարիների գները եւ պրակտիկա պետք է անցնենք խորհրդարանում, ազգային ժողովում, այդ մասնագետը, որ մեզ դիմավորել, այսպես շատ մայրաբար, մեզ ամեն բան բացատրում էր, որ օրերին պետք է գալ, ինչ անել եւ վերջում ասաց, որ երեխաներ, ձեզ մոտ մի քիչ գումար ունեցեք, մեզ մոտ դե ճաշարանում գները մի փոքր բարձր են, որ կարողանաք օրվա ընթացքում սնվել։ Ու դե այդպես տրամադրված գնում ենք ճաշարանը ազգային ժողովի
Եվ տեսնում ենք ինչ, շատ է շան։ Կեսգին, այո։ Ու այդ օրին ասում ենք, որ գիտեք, մեր ֆակուլտետի բուֆետում այս նույն չափի խաչապուրիները, ազգային ժողովից էին բերում ձեր բուֆետի շատ ավելի թանկ են, բայց իրոք հետաքրքիր էր մեր ռադիոլսողն էլ ասաց, հիմա գիտակցում ենք, թե ինչքան հասարակ չէ, ինչ որ միգուցե նաև վնասակար բրդուճներ էին դրանք, բայց ինչ որտեղ շատ համեղ էին։ Մենք գովազդ ունենք այս պահին, գովազդային դադարից հետո երգ լսենք ու վերջապես դիմավորենք մեր հյուրերին, որոնք համալսարանի ուսանողներ են եւ արդեն առաջին ձեռքից կիմանանք այսօրվա այսպես անցուդարձը ուսանողական կյանքի։ Սուրճ ու սեր առավոտից։ Քո սրտին ամեն սերում սարքեն օր գումարում Եվ ամեն օր վացնում դիմու քոնն եմ համարում Քո տվածերը Քեզ պիտի վերադարձնենք շարունակ Ապրելու համար լինես մայր քաղաք Քո տվածերը Քեզ պիտի վերադարձնենք շարունակ Ապրելու համար լինես մայր քաղաք Շատ ապրես իմ Երևան Ջերմ ու մարդամոտ Շատ ապրես որ Երևան Հարազատ եմ քեզ ծանոթ Քո սրտի վար գույներով Կյանքը մեր ներքո Երևանը շատ տրվան է Սերը մեր երկով Խոսես մեզ հետ և օգնես հասկանալ Ինչն են կործնում անհետ, ինչն է պետք չմոռանալ Ինչ ժամանակ դուր ու մի քիչ էլ համբերիր ասեն դարձավ Ապրելու ամենալավ մայր քաղաք Ինչ ժամանակ դուր ասեն դարձավ ապրելու ամենալավ մայր քաղաք Ապրելու ամենալավ մայր քաղաքից ասում ենք եւս մեկ անգամ բարի լույս բոլորի այսօր ուսանողների օրն ենք նշում Հայաստանում եւ զանգ ունենք այս պահին Այո, տեսնենք ով է միացել բարի լույս Բարի լույս Բարև ձեզում հետ ենք խոսում Խոսում եք Վանաձորի մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դասախոս դոցենտ Հրաշալի է Ձեր անունը Հարոյան Լիզա Տիկին Լիզա, շատ ուրախ ենք, որ միացել եք մեզ եւ շնորհավորում ենք ձեզ։ Այո, ձեզ էլ շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի արդիվ։ Իսկ ինչ հնարավոր է մեկ րոպեով շնորհավորել։ Իհարկե, հենց դրա համար էլ զանգել եք։ Ասեմ, ես համալսարան անցնելու մտնելու համար հերվից եմ հիացել համալսարանով, բայց անցել եմ երկար ճանապարհ։ Ավարտել եմ Գյումրիի Մռավյանի անվան ուսումնարան, Տայրոյան ալու 13 տարի անցկացրել Աբովյանի մանկավարժական համալսարանում
որից հետո այդ ընթացքում աշխատել եմ դպրոցում, 2 անգամ մասնակցել ուսուցիչների համագումարին, Գերագույն սովետի պատվոգիր եւ այլն, բայց հերվից հեռու նայել եմ համալսարանին ու ափսոսացել, որ ես այնտեղ ուսանող չեմ եղել, բայց ինձ իհարկե համալսարանում աշխատելու համար ինձ օգնել է երկանգահի շաբաթ Հրաչիկ Սիմոնյանը, բայց տախտավորը նա է, ում նպատակն է կատարվում։ Ես մեզ մոտ համալսարան եկավ Հարությունյան Մազուկը, Երևանի պետական համալսարանի մանկավարժության անդոնի վարիչը, եւ կատարվեց իմ այնքան ցանկալի երազանքը։ Ինձ Հարությունյանը ինձ հրավիրեց ամբիոնում որպես հրավիրեցի ամբիոնում եւ շփոթվել էի այդ հրավերից, որ վերջապես երկար տարիներ համալսարանին նայելուց հետո ես մտնում եմ արդեն համալսարանի շենքը եւ մանկավարժության ամբիոնում ես հայտնվեցի որպես պաշտպանական խորհրդի, մագիստրական թեզերի պաշտպանական խորհրդի անդամ։ Շնորհավորում եմ ինձ Հարությունյան Նազիկին։ Միանում ենք ձեր շնորհավորում։ Նրան երկարամյա տանք եւ այդ իմ երազանքները, որ կատարվեց, ես շնորհակալ եմ նրան։ Շնորհակալ եմ ամեն նրա դիտական օջախ եւ այսպես հուզվում եմ, որ նրա մասին շատ ավելին ասեմ, խնդրում եմ փոխանցեք անպայման։ Շնորհակալ ենք շատ, երազանքները իսկապես կատարվում են եւ ես հասկացա փաստորեն ով սովորել է մանկավարժական համալսարանում եւ շատ է ցանկացել ԵՊՀ-ում սովորել ու չի ստացվել, մի տեսակ մնացել է կիսատ ինչ-որ բան, բայց ամեն դեպքում ես վստահ եմ, հավատում եմ, որ ինչ լինում է, ուրեմն պետք է այդպես լինի։ Այո, եւ կարեւորը ճիշտ ընտրված մասնագիտությունն է, իհարկե բուհնել է կարեւոր, բայց շատ բան կախված է նաեւ ուսանողներից եւ ահա այսօր երկու հրաշալի ուսանողներ ունենք մեր տաղավարում Երևանի պետական համալսարանից, մեզ են միացել Մերի Սողոյանը եւ Մարինե Զոհրաբյանը, բարի լույս, ովքեր տեսան Սևակին եւ ասացին՝ «Վայ, ընկեր Հակոբյան»։ Եվ ասենք, որ ընդհանրապես բեմադրված չէ։ Գումար բան ոչ մի բան չէ վճարել։ Ձեզ շնորհավորում ենք աղջիկներ այս գեղեցիկ տոնի արդիվ։ Դուք սովորում եք ԵՊՀ-ում։ Արդյոք Երևանի պետական համալսարանում սովորելը իսկապես երազանք է։ Իրականում այո, որովհետև ես հիշում եմ, երբ որ դպրոցում ենք սովորում, մեզ հարցնում էին, որ բուհն եք ընտրել, ասում էին, ես ասում էի Երևանի պետական համալսարան, ասում էին, շատ անունով պատվավոր համալսարան ես ընտրել եւ շատ հպարտորեն ուրախանում էի, էլի այդ փաստից։ Այո, ժամանակին եղել է երազանք մեծագույն նպատակներից, որ երբեմն ընդունվելի պետական համալսարան, իսկ այժմ պետական համալսարանը մեր ամեն օրն է, որը հետագայում դառնալու է այն մեր հիշողությունների ջերմանկյունը։ Իսկ ինչպես է կատարվել այդ ընտրությունը։ Գուցե եղել են մարդիկ, ովքեր ուղղորդել են կամ դուք լսել եք, որ Երևանի պետական համալսարանում սովորելը մեծ պատիվ է։ Եվ նաև մասնագիտության ընտրությունը, դրա մասին էլ խոսենք։ Դե մենք սովորում ենք ժուրնալիստիկայի ֆակուլտետում, ես ինքս վաղուց եմ ընտրել այս մասնագիտությունը, դեռ դպրոցական տարիներից, որովհետև մանկուց ցանկացել եմ խոսել, սիրել եմ խոսել, զրուցել, լսել մարդկանց, կանգնել եմ հայելու դիմաց ու ինձ պատկերացրել եմ, որ ես հարցազրույց եմ վարում, ինչ որ մարդկանց եմ լսում, խորհուրդներ տալիս ու հասկացա, որ ժուրնալիստիկան շատ հոգեարազատ մասնագիտություն է եւ փնտրտուքների մեջ էի դպրոցն ավարտելուց հետո թե ուր պետք է գնամ եւ ընդունվեցի մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան լրագրության հոսք եւ այնտեղ 3 տարի սովորելուց հետո հասկացա, որ հաստատ այս ուղղությամբ եմ գնալու եւ չեմ փոշմանել, երբ որ արդեն եկավ քննություններ հանձնելու շրջանը եւ համալսարան ընտրելու փնտրտուքների մեջ էի, ժուրնալիստիկայի ֆակուլտետը հստակ որոշված էր, իսկ պետական համալսարանը կարող եմ ասել, որ մայրիկս ինձ ուղղորդեց, որտեւ ինքը լինելով պետական համալսարանի շրջանավար, ուզում էր իր աղջիկն էլ գնել այնտեղ, այո, այդ ուղով եւ հետաքրքրվելով նաեւ իմ ընկերներին հարցուփորձ անելով բոլորը այսպես գովում էին, շատ գոհ էին եւ հստակ որոշեցի, որ հենց պետք է ընդունեմ պետական համալսարան եւ ասեմ, որ դեռ չեմ փոշմանել ու վստահ եմ, որ չեմ փոշմանելու ապագայում, այն լավագույն որոշումներիցս մեկն է եղել։ Ձեր ճանապարհը։ Ես իրականում կասեմ, որ լսելով եմ համալսարան ընտրել, որտեղ գիտեի, որ լավագույն բուհերից մեկն է հատկապես Հայաստանում եւ ինչպես գիտենք 1000-ից մեկն է ամբողջ միջազգային մակարդակում, իսկ մասնագիտության ընտրությունը այսպես ասեմ, որ ես մարզից եմ եւ այդ
այդքան էլ ժուրնալիստիկան զարգացած չի մարզում եւ այդ մասնագիտությունը այդքան էլ չեն ընտրել։ Ես որոշեցի, ինձ շատ հետաքրքիր է ամեն ինչ բացահայտել, գնալ այդ հետքերով, խորը հետքերը գտնել, խորը բացահայտումներ անել իրականում լրագրողական հետաքննություն, այո, եւ ինչը կարող էր այստեղ լինել, եթե ոչ ժուրնալիստիկան, եւ իրոք ես էլ առաջին օրվանից չեմ փոշմանել ու չեմ էլ փոշմանի, այժմ էլ աշխատում եմ որպես լրագրող եւ մենք դա զգացինք Եվ հաստատ չեմ էլ փոշմանի բազմաթիվ հարցեր եմ ստացել առաջին կուրսից սկսած, որ չես փոշմանել, բայց այդքան էլ քոնի չի։ Իրականում բավականին բարդ մասնագիտություն եք ընտրել Հայաստանի պայմաններում կարելի է ասել, բայց նաև շատ հետաքրքիր։ Այո, եւ շատ կարեւոր է, որ գնացել եք ձեր երազանքի հետևից, հետաքրքիր էր, չէ՞։ Բոլորս կարծես անցել ենք այդ ճանապարհով, փոքր ժամանակ հայելու դեմ կանգնելը, կարծես դա ինչ-որ սինդրոմ լինի, եթե այդպես սկսել ենք մագնիտոֆոն, այն որ կարող էի ձայնագրել եւ ես այսպես սեղմում էի կոճակը եւ հաղորդում ունեի 4-րդ դասարանում, կոչվում էր Գիտեք որ։ Եվ հայոց լեզվի ուսուցչուհին ինչ որ թելադրել էր, մենք գրել էինք ինչ որ հետաքրքիր նորություն, ես դա որպես հաղորդում էի ներկայացնում։ Հիմա կասեն հեղինակային ոդկաստ։ Այո, իրականում։ Երբ այդ ժամանակ դեռ չկար։ Այսօր տոնական օր է, իհարկե խոսում ենք հպարտ ենք, մայրբուհից ենք, մեր մասնագիտությունը, մեր կրթությունը, բայց բնականաբար գաղտնիք չէ, ամեն ոլորտում էլ կան բացթողումներ, թերացումներ, ինչ կուզեիք փոխել այսօր ուսանողական կյանքում, դա կլինի համալսարանական ծրագրերից մինչև, չգիտեմ, օրինակ տրանսպորտի գին։ Տրանսպորտի գնի հետ այդքան էլ այդպես անհամաձայնություններ չկան, բայց կուզենայինք, որ էլ ավելի ակտիվ լինել ուսանողական կյանքը, որովհետև այս պահին կոպիտ ասած մենք գալիս ենք դասի, մեկ-մեկ լինում են որևէ միջոցառումներ, բայց դա այդքան էլ շատ չի, որ մենք էլ ավելի ոգևորված ու մոտիվացված կանք էլի համալսարան։ Ես կավելացնեի պրակտիկ հատվածը, ճիշտ է, մենք ունենում ենք գործնական դասեր, պրակտիկաներ, սակայն դրանք ոնց որ անընդհատ պակաս են։ Դա միշտ բոլոր ուսանողների պակաս են։ Պակաս են, քանի որ սա այն մասնագիտություններից է, որ տեսական գիտելիքներից զատ անպայման պարտադիր է այդ փորձը, պրակտիկաները, որպեսզի ինչ սովորում ենք, պրակտիկայում կիրառենք։ Մենք ժամանակին եկել ենք, չէ՞։ Այո, մենք եկել ենք։ Իմ ռադիո նոր միջանցքում դա է ասում երին, որ Ընկեր Հակոբյանը մեզ բերել է ռադիո։ Հրաշալի է։ Մեր ռադիոլսողների հետ նաև խոսում էինք ուսանողական ուտելիքների մասին, որոնք գուցե շատ հաճախ այդքան էլ օգտակար չէին եւ չէին, բայց մենք մեծ սիրով էինք ուտում։ Այսօրվա ուսանողները ինչ սնունդ են ուտում ընդմիջումների ժամանակ։ Բազմազանությունը շատ է։ Բազմազանությունը շատ է, ուղղակի ուսանողների ժամանակն է քիչ, որովհետև շատ ժամանակ լինում է, որ մենք չենք հասնում ուղղակի ուտել, դասամիջոցից մինչև գնում ենք այն մյուս լսարան, արդեն դասամիջոցն ավարտված է լինում ու մենք էլ չենք կարող դասից ուշանալ։ Հիշում եմ, օրինակ, եթե դասամիջոցից առաջ մեր ընկերներից մեկին, ասենք 5 րոպե շուտ էինք խնդրում, որ դասից դուրս գա, գնար տեղայր, բայց իհարկե աշխարհը որ դա այնքան էլ մտքի մեծ այսպես փայլատակում չէ, շատերի մտքով կանցներ, այդ 5 րոպե շուտից արդեն հերթերը սկսվում են մանավանդ երկար դասամիջոցին։ Այն մեր բուլկիները կան, մեր ժամանակվա բաները կան։ Մենք նաև խոսում ենք այն մասին, որ ժամանակին 1000 դրամով կարողանում ենք տնից դուրս գալ, սնվում ենք, կարողանում ենք հասնել բուհ եւ բուհից վերադառնալ նաև տուն։ Այդ ամենը ներառում էր այդ 1000 դրամը։ Հիմա ուսանողը որքան գումարով պետք է մինիմալը տնից դուրս գա, որ կարողանա վերադառնալ տուն։ 1000 դրամը ճիշտ ասած մեր օրերում քիչ է։ Այդ բաժակային։ Մի հատ սառը կապուչինո։ Կապուչինո, ներողություն։ Ահա, որքան։ 4000, 5000, միջինում այդքան։ Մանավանդ եթե աշխատում ենք, որովհետև ես էլ եմ աշխատում, Երին էլ է աշխատում ու լինում է, որ դասերից հետո միանգամից գնում ենք աշխատանքի, հետո նոր երբ որ հասնում ենք տուն, որ այդպես միջինացված վերցնենք։ Իդեպ շատ լավ է, որ աշխատում եք, որովհետև ուսանողական տարիներին զուգահեռ աշխատելը ենթադրում է մասնագիտությամբ, դա առավել գովելի է, ոչ մասնագիտությամբ աշխատելն էլ իհարկե, էլի հիշենք մեր տարիները, այն ժամանակ շատ քիչ էին, չէ՞, հնարավորությունները եւ անկեղծ լինենք, սպասարկման ոլորտում աշխատելն էլ, չգիտես ինչու ամոթ էր համարվում, 1000-ից մեկն էր աշխատում, ով էլ որ աշխատում էր, փորձում էր թաքցնել դա, իսկ այսօր շատ պայծառ, շատ լավ երիտասարդներ աշխատում են տարբեր սրճարաններում, երբեմն նաեւ այնպիսի լավ գումար են վաստակում
Երբեմն չէ, հիմնականում շատ լավ գումար են աշխատում, վաստակում եւ դա շատ գովելի է, որ իրենց երազանքին հասնելու համար իրենք կատարում են ցանկացած աշխատանք, իսկ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես սպասարկման ոլորտը շատ են սիրում եւ շատ հաճույքով են կատարում իրենց աշխատանքը։ Եվ հենց հայտնի մարդկանց կենսագրություններ էլ չէ, երբ թերթում ենք, ասում են ժամանակին ամերիկյան այս մի բառում, չգիտեմ, մատուցող էի, բարմեն էի աշխատում, այո, ուսանողական տարիներին շատ հաճախ միայն ընտանիքի այսպես եկամուտները չեն բավարարում եւ աշխատելը ամենևին էլ ամոթ չէ, զանգ ունենք։ Դա կոփում է մարդուն իրականում։ Բարի լույս։ Բարև ձեզ, դուք ուղիղ եթերում եք։ Բարև ձեզ։ Մենք ձեզ լսում ենք։ Բարի լույս, հարգելի ռադիո լսող։ Ալո, բարի լույս։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում։ Խոսում եք Պատմական Խնդորեսկից Համլետի հետ։ Այո, պարոն Համլետ, լսում ենք ձեզ։ Հա, ես շնորհավորում եմ Մարինե Նարեկի, Սևակ։ Շնորհավորում եմ ձեր հաղորդումը։ Այսօր շատ լավ հաղորդում եք դրել։ Իմ աղջիկը սովորել է պետական համալսարանում։ Այսինքն դպրոց ավարտել է ոսկե մեդալով։ Հրաշալի է։ Հա, Հայաստանի ոսկե մեդալակիրը համալսարանը ավարտել է Գերազանց։ Ահա։ Հայ-ամերիկյան մագիստրատուրան ավարտել է Գերազանց։ Պաստաբանական ավարտել է Գերազանց։ Հիմա աշխատում է կոռուպցիոն դատարանի տեղակալ։ Գոհ է իր աշխատավարձից։ Հա։ Գոհ է իր աշխատավարձից։ Իր աշխատատեղը Աշխատավարձից գոհ է, այդքան տեղում է սովորել։ Չէ, աշխատավարձից գոհ չի։ Մեդալը չարդարացրեց իրեն։ Հազիվ։ Ահա։ Վերջապես ես շատ գոհ եմ եւ ինքը ասում է էլի սովորելու տեղ ունեն, նրանք դոկտորներ, պրոֆեսորներ, ակադեմիկներ, ինքը ուզում է շարունակի այդ գործը եւ ես շատ գոհ եմ։ Հրաշալի է։ Ասում եք կոչի եք, իմ նոյի բարձրագույն կրթություն ունեք, բոլորի մասին խոսալ չեմ կարող ժամանակի համար, բայց ինքը Գերազանց ավարտել է, հիմա էլ Գերազանց աշխատում է կոռուպցիոն դատարանի դատավորի տեղակալ 28 տարեկանում։ Շնորհավորում ենք, շատ ուրախ եմ։ Ես շնորհակալություն եմ հայտնում, ես ուրախացել եմ, որ մայր բուհում ինքը իրավաբանական ավարտել է Գերազանց։ Եվ այդ բուհը իրոք Հայաստանում ամենաճանաչված բուհն է։ Շնորհակալ ենք։ Մեծ շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալ ենք զանգի համար, շատ լավ պատմություն ներկայացրիք, կրթվել այո, երբեք շատ չի լինում եւ մարդիկ այո, հնարավորություն ունեն, մանավանդ այսօր շատ ավելի հեշտ է, չէ՞, մասնագիտություն փոխել, նոր կրթություն ստանալ մեր ժամանակներում մի տեսակ, ել չեմ ասում մեր ծնողների քարացած էր, չէ՞, մարդ մի բան ավարտեց, սիրեր, չսիրեր իր աշխատանքը, մինչեւ վերջ պետք է գնար, որովհետեւ մոբիլ չէր դարը, դժվար էր նորից 5-6 տարի սովորել, հիմա հեշտ է վերապրոֆիլավորվել, նոր մասնագիտություն ձեռք բերել եւ այսօր տոնական օր է, ինչ է սպասվում, ինչպես է անցնելու ձեր օրը, երբ դուրս գաք հանրային ռադիոից։ Ուզում եմ ասել, որ մեր տոնական օրը դեռ երեկվանից է սկսվել, քանի որ ԵՊ-ի հիմնադրման 106-րդ տարեդարձին ընթառաջ համալսարանը կազմակերպել է աննախադեպ մեծ ուսանողական ֆորում, շրջանավարտների ֆորում, որը դեռ երեկվանից է մեկնարկել եւ այսօր էլ շարունակելու է եւ մենք էլ ինտենսիվ աշխատանքներում ներգրաված ենք եղել եւ այստեղից հետո գնալու ենք շարունակելու։ Ուզում եմ նշել, որ ամեն տարի ԵՊ-ի հիմնադրման արդիվ ունենում ենք մեծ էքսպո ցուցահանդես, համերգ, այսինքն միջոցառումներ, այս տարի ֆորում է իրականացում եւ ոլորտի առաջատար մասնագետները, նախարարներից սկսված մինչեւ ԵՊՀ շրջանավարտներ եկել են եւ կիսվել են իրենց խորհուրդներով, փորձով եւ դահլիճներ լեփլեցուն են եղել ուսանողներով մինչեւ դասախոսներ։ Հրաշալի է։ Դուք եւս ներգրաված եք այդ աշխատանքներում։ Ինձ հետաքրքիր է, երբ որոշեցիք, որ պետք է դառնաք, ցանկանում եք դառնալ լրագրող դեռ այն ժամանակ, կար որևէ մեկը մեր դաշտում, ով գրավել էր ձեզ իր աշխատանքով, իր պատասխանատվությամբ, հետաքրքրասիրությամբ գուցե եւ ուզում եք անպայման դուք էլ դառնալ այդպիսի լրագրող։
կամ լինել մեդիա դաշտում, ինչպիսին որ նա է։ Ես ասեմ, որ նախքան ընդունվել ես, շատ եմ սիրել հեռուստատեսությունը եւ հեռուստատեսային դեմքերին, առանցին դեմքեր չեմ կարող առանձնացնել, բայց միշտ հիացել եմ իրենց այդ պատրաստակամությամբ, իրենց այդ հստակությամբ, սակայն ասեմ, որ երբ որ ընդունվեցի արդեն ու ուսումնասիրեցի այդ ոլորտը, այդ դաշտը, հասկացա, որ միայն դա ինձ չի հետաքրքրում է նաեւ այն մասը, որ չի երևում, կադրից դուրս։ Ամենահետաքրքիրը կադրի հետևում է։ Ու հասկացա, որ այդքան էլ իմը կարողա չլինի հեռուստատեսությունը, այլ դրանից դուրս, բայց չեմ հերքում։ Սկզբից այդպես միշտ ասում են լրագրողները, հետո երբ հայտնվում են էկրանին, արդեն ասում են սա իմ տեղն էր, առանց ինձ ուղղակի չէր կարող։ Որևէ հետ կայ։ Այո։ Ես կոնկրետ անձի չեմ նշի, զուտ կասեմ, որ միշտ նայում էի այդ լրատվական հաղորդումները, հեռուստամեկնաբաններին, ու ասում էի, այ մի օր ես էլ այնտեղ լինեմ, ինչ որ լուր հաղորդեմ մարդկանց ու փորձում էի, ինչ որ լուր էի կարդում, ինքս ինձ ձայնագրում էի։ Հա, որ ասեմ դա եղել է vocation-ում, ինչ որ կոնկրետ անձ չէ։ Դե Մարինա ասեմ, որ ժուրֆակում ժուրնալիստիկայի ֆակուլտետում կա շատ լավ ռադիոստուդիա եւ նաեւ հեռուստաստուդիա, որտեղ ուսանողները իրոք կարող են գործել, այո, ձայնագրել, նշեցինք պրակտիկայի մասը միշտ խնդիր է, հատկապես ժուրնալիստի դեպքում դա օրհասական է, որովհետեւ միայն տեսություն ուսումնասիրելով չէ, պետք է անընդհատ աշխատել, թրծվել եւ նաեւ շնորհակալություն հայտնենք բոլոր այն փորձագետներին, ովքեր պատրաստական են ուսանողներին հարցազրույցներ տալ, չէ, միշտ դա մեծ խնդիր է։ Մենք շատ շնորհակալ ենք, որովհետեւ ոչ բոլորն են համաձայնում ժամանակ տրամադրել ուսանողական նյութի համար, որը որևէ տեղ միգուցե չհրապարակվի, լույս չտեսնի։ Եվ գուցե հարցերն էլ շատ པարզ են թվում, եւ դուք այդ հարցերին շատ վաղուց արդեն պատասխանել եք հազարավոր հարցազրույցների ժամանակ, բայց շատ կարեւոր է տեղ տալ նոր սերնդին, ողջևորել նրանց այդ փոքրիկ քայլերով, որովհետեւ ձեզ համար դա գուցե ընդամենը 5-10 րոպե, բայց տվյալ մարդու համար ով պատրաստվում է անցնել այդ մեծ ճանապարհը, իսկապես շատ կարեւոր է։ Եվ աղջիկներ, վերջում այսպիսի մի հարց, օրինակ ես Սևակ ուսանող ժամանակ քեզ պատմել եմ, տնից դուրս չէի գալիս առանց ականջողերի։ Հիշում ես, հետ էի գնացել, վերցրել էի եւ դասից ուշացել էի։ Առանց ինչի տնից դուրս չեք գալիս, երբ գնում եք դեպի բու։ Ինչ-որ աղջիկական բաներ չգիտեմ։ Ես աղջիկական բաներից դուրս ասեմ, առանց ականջակալ չեմ կարող դուրս գալ, քանի որ օրվա ընթացքում էլ հարցազրույցներ եմ ունենում եւ այդ հարցազրույցները պետքա գրել անպայման, իսկ դրա համար ինձ ականջակալներ են պետք, որ ես լսեմ, անմիջապես գրեմ, որովհետեւ բարդ կլինի էլի առանց դրա, ու որ օրը որ հասկանում եմ, որ ականջակալներս չեմ վերցրել, ձախողված օր եմ համարում, այո։ Կամ շատ պատահական պահի նստում է այդ դիսկավորումը։ Ես ականջակալն է տպարականներից այդ, որովհետև ես էլ առանց ականջով դուրս չեմ գալիս։ Հեռախոսն ականջակալ է, որովհետև ինչպես նշեց Մերին, բացի դրանից, նաև հետո աշխատանքի գնալիս, որ երկար ճանապարհ է պետք լինում անցնել, չգիտեմ, ինչ որ երգ լսել կամ լինում է նաև աուդիոգրքեր ենք լսում ճանապարհներին, որ ժամանակը զուտ չվատնենք, դրա համար շատ օգտակար է, երևի դա։ Հրաշալի է։ Ձեզ այսօր լավ տոնական օրվա շարունակություն ենք մաղթում, ձեր այս եռանդը, լավատեսությունը, խանդավառությունը թող միշտ լինի եւ շատ շուտ արդեն ձեզ տեսնենք մեր շարքերում որպես մեր գործընկերներ։ Իդեպ Պարգի ելույթը հավանեցիք։ Իհարկե շատ միշտ։ Եկեք հաջողություն մաղթենք, վաղը արդեն եզրափակիչն է։ Դա ինչ հարգելի ռադիո լսողներ, արդեն 10:49, այս պահին լսենք հերթական երգը, Espresso Macchiato, իսկ մեր դեպքում սև դառը հայկական, վայելենք վերադառնանք։ Espresso macchiato, 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 por favore, por favore. Espresso macchiato a corneo. Mi amore, espresso macchiato, 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 por favore, por favore. Espresso macchiato, espresso macchiato. Ciao bella, I'm Tommaso, addicted to tobacco. Me like me coffee, very importante. No time to talk, scusi. My days are very busy, and I just own this little ristorante. Life may give you lemons when dancing with the demons. No stress, no need to be depresso. Mi amore, espresso macchiato, 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 por favore, por favore. Espresso macchiato a corneo.
espresso macchiato. Me like to fly privati with 24 carati. Also mi casa very grandioso. Mi mani numeroso. I work around the clock. That's why I'm sweating like a mafioso. Life is like spaghetti. It's hard until you make it. No stresso, no stresso. It's gonna be espresso. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato. Espresso macchiato. Սուրճ ռուսեր առավոտից։ Սուրճ խմելով, սուրճի մասին երգ լսելով շարունակում ենք մեր եթերը, արդեն վերջին րոպեներն են մեր եթերաժամի եւ սովորաբար այս պահին ձեզ հետ կիսվում ենք հետաքրքիր նորություններով, որոնք տեղի են ունենում աշխարհում մեր շուրջը, երբեմն մեզ զարմացնում են, զայրացնում են, բայց ամեն դեպքում դրանց մասին արժե խոսել, մանավանդ որ վերջին շրջանում աշխարհի ուշադրության կենտրոնում կրկին մեր հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն էր, բայց նա այս անգամ ոչ թե մասնակցել է որևէ մի հետաքրքիր այսպես միջոցառման, ընդունելության, այլ ոչ ավել ոչ պակաս դատավարության եւ բնականաբար չի կարող Քիմ Քարդաշյանի ներկայությունը որևէ տեղում չանցնել առանց հետաքրքիր քննարկումների։ Գիտեք, 9 տարի առաջ մեր հայուհուն թալանեցին Փարիզում Fashion Week-ի ներնամասնակցում եւ գողացան նրանից շատ արժեքավոր զարդեր եւ ահա 9 տարի անց վերջապես գործը հասել է դատարան եւ բնականաբար այս դատավարությունը միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում է։ Այո, նշենք, որ ավելի քան $1 միլիոն արժողությամբ ադամանդյա զարդեր էին գողացել եւ ամենակարևոր նվերը Kanye West-ի նվիրած մատանին թանկարժեք, չեմ հիշում որքան արժեր, բայց բավականին թանկ էր, դա եւս գողացել էին։ Եվ ահա վերջապես գործը հասել է դատարան, փաստորեն աշխարհի բոլոր երկրներում էլ դատական գործերը շատ երկար են ձգվում։ $4 միլիոն էր եւ այժմ արդեն դատավարության ներկայանալիս Քարդաշյանը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել, նա գեղեցիկ բրենդային հագուստ է կրել, բարձրակրունկներ, սևակնոց եւ նրա կերպարն ամբողջացրել է 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված եւ 80 ադամանդով զարդարված շքեղմանյակն ու նույնատիպ ականջողերը։ Նա կարծես գողերին ասել է, որ թեև դուք ինձնից այսքան գողացաք, բայց ես ամեն դեպքում ավելի լավերը ունեմ եւ միլիարդատիրուհին դատարան էր ժամանել մոր Քրիս Ջեների ուղեկցությամբ, իսկական հայուհի, նա մոր ուղեկցությամբ է գնացել այս կյանքի այս կարևոր իրադարձությանը։ Վկայության սկզբում ասել է. «Ողջույն, ես Քիմ Քարդաշյանն եմ եւ ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես Ֆրանսիայի իշխանություններին, որ թույլ տվեցին ինձ ներկայանալ ձեր առջև եւ պատմել ճշմարտությունը»։ Իդեպ մեղադրյալները 10 են եւ նրանք բավականին այսպես տարեց մարդիկ են, 9 տղամարդ եւ 1 կին։ Ֆրանսիական մամուլում հանցախումբը կոչվում է որպես թալանչի ծերուկներ։ Նրանք մեղադրվում են, ինչպես նշեցինք, զինված կողոպուտի, առևանգման եւ դավադրության համար։ 8-ը հերքում են մասնակցությունը, իսկ 2-ն ընդունել են իրենց հանցագործությունները, որպեսզի ավելի քիչ այսպես մեղմացուցիչ լինի։ Եվ հիմա սպասենք արդեն դատարանի վճռին, որը դեռ շարունակվելու է դատավարությունը մինչև մայիսի 22-ը, իսկ դատավճիռը կներկայացվի մայիսի 23-ին։ Սա իսկապես այդ գործը քննող դատախազների համար այսպես մեծ աղմուկ բարձրացրած իրադարձություն է։ Այո, իրականում։ Հիմա տեղափոխվենք Իտալիայի խորհրդարան, որտեղ ընդդիմադիր падգամավորը գնացել է խորհրդարան ուրվականի տեսքով, որպեսզի վախեցնի վարչապետին, ահա տես սպիտակ սավանով։ Եվ խորհրդարանի ձախ ընդդիմադիր պլյուս Եվրոպա կուսակցության քարտուղար Ռիկարդո Մաջին հեռացվել է падգամավորների պալատից երկրի վարչապետ Ջորջո Մելոնիի նկատմամբ հանդուգն պահվածքի համար, հայտնում են իտալական հեռուստաալիքները։ Մինչև վարչապետը պատասխանում էր խորհրդարանականների հարցերին, Մաջին ուրվականի տեսքով մտել է նիստերի սենյակ։ Նա ուղղվել է դեպի այն ամբիոնը, որտեղ
կանգնած էր վարչապետը, կշտան բանկները հնչեցրել նրա հասցեին, երևի ինչ որ ներքին թեմաներ ունեն եւ մինչ նրան դուրս էին բերում դահլիճից, Մելոնին ժպտալով հետևում էր իրադարձություններին եւ հեռախոսով նկարահանում ուրվականին։ Իսկապես աշխարհի տարբեր անկյուններում եւ խորհրդարաններում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, բայց զարգացումները միշտ առավել հետաքրքիր եւ այսպես կրքերն առավել ուժգին են սպորտի ոլորտում։ Բարսելոնան ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի առաջնություններ ընթանում 36-րդ տուրի կենտրոնական խաղում Բարսելոնան հյուրընկալվեց եւ վստահ հաղթանակ տարավ Էսպանյոլի նկատմամբ, պատմության մեջ 28-րդ անգամ արդեն նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Գոլի հեղինակներ դարձան Լամին Յամալը եւ նաեւ վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերմին Լոպեսը։ Վերջնամասում տանտերերը մնացին 10 հոգով, Յամալը իդեպ կոպիտ խախտման համար կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Այսպիսով առաջնության ավարտից վաղաժամ 2 տուր առաջ Բարսելոնան վաստակեց 85 միավոր եւ դարձավ երկրորդ տուրում ընթացող Մադրիդի Ռեալի համար անհասանելի։ Հիշեցնենք 2 տարի առաջ եւս Բարսելոնան հենց Էսպանյոլի դեմ արտագնախաղում ամրագրել էր իր տեղը եւ դարձել Իսպանիայի չեմպիոն։ Եվ վերջին սպորտային լուրը Մադրիդի Ռեալի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի պրեմիերայի 36-րդ տուրի Մալյորկայի դեմ խաղում 2-1 հաշվով։ Այս գոլը ֆրանսիացու համար 28-րդն էր, Լա Լիգայի 32 խաղերում Ռեալի կազմում էր իր նորամուտի մրցաշրջանում։ Այսպիսով նա գերազանցել է արքայական ակումբի նախկին հարձակվող Ալֆրեդո դե Ստիֆանոյի ռեկորդը։ Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները։ Ահա, այսքանն էինք այսօր ձեզ համար պատրաստել։ Վերջում եւս մեկ անգամ հիշեցնենք, որ վաղը տեղի կունենա Եվրատեսիլ համաեվրոպական երկի մրցույթի եզրափակիչ փուլը, մեր երկիրը ներկայացնող պարգը վստահ ամրագրել է իր տեղը եզրափակչում եւ 18-րդ համարի ներքո եւս մեկ անգամ աշխարհին ցույց կտա այսպես պայքարողի Survivor-ի իր կարգավիճակը։ Հաջողություն մաղթենք մեզ, մեր մասնակցին, պարգ մենք քեզ հետ ենք, իսկ ձեզ հետ կհանդիպենք արդեն 2 շաբթի ամփոփելով արդյունքները, տեսնելով ինչեր տեղի ունեցան։ Ձեզ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր, օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։ Տաղավարում աշխատեցին Սևակ Հակոբյանը եւ Մարինա Գրեգը։